հասկանալ, թե վերջապես ինչ թաքուն, թաքնված խնդիր կամ հարց կա այդ հայտնի չարչարկված կանաչ էկո ավտոբուսների չշահագործելու հարցի շուրջ։ Դերևս մեր քաղաքացիները ավտոբուսները չտեսան, որ շահագործվի։ Նույն պատմությունը Վանաձորի համայնքապետարանում է, Վանաձորում շահագործում են։ Ծրագրի պատասխանատուի հետ մենք բազմիցս զրուցել ենք, ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ գրություններ գրեց, եւ հրապարակավ իր էջում գրեց, ինչ խնդիր կա, որ փորձենք լուծել, որ օղակում, որ միջակայքում այդ խնդիրը ստեղծվել, որ Գյումրու համայնքապետարանը չի կարող այդ ավտոբուսները շահագործել եւ մինչեւ այսօր այդ ավտոբուսները ինձ թվում է փչանում են, այսպես ասած։ Հստակ խնդրում եմ հրապարակավ իմանանք ինչն է խնդիրը։ Շատ լավ։ Բազմիցս համապատասխան եւ քաղաքապետի խորհրդականների մասին անդրադարձել եւ համապատասխան փոխքաղաքապետն է նաեւ նշել ենք աշխատել ենք Կիրովականի քաղաքապետարանի հետ այդտեղ անցած անգամ էլ այդ հարցին ես պատասխանեցի շատ հստակ, որ մի քանի ուղղություններով է այդ ծրագիրը իրականացվել է, որի մեջ նաև մտնում է տրանսպորտը, այդ կանաչ ավտոբուսները, նաև այնտեղ կա թափոնների հավաքագրումը եւ այլն։ Մենք ուսումնասիրել ենք այդ պայմանագիրը ստորագրելուց առաջ, վերջնական, որ մեր հնարավորությունները այս բանի չի կարող ամբողջ ծրագիրը իրականացնել եւ նրանց դրություն ենք ուղարկել, որ այս մասով կարող ենք այսպես համաձայնության կանք միասնական դրույթները փոխենք պայմանագրի եւ այսպես ստորագրենք, այսինքն հիմնականում մենք չենք կարող ընդանուր տրանսպորտային ցանցը կառավարել եւ մտցնել մեկ համակարգի մեջ, որովհետեւ 5 ավտոբուսը վերազինված է, իսկ 86 բաները երթուղային տրանսպորտը վերազինված չեն այդ համակարգում, որ կարողանան անկախիկ վճարումներ կատարել։ Եվ Վանաձորում էլ է այդպես, ես ձեզ ասեմ, չգիտեմ իրենք ինչ են արդեն շահագործել, որ դրամային են ուզում, անկախ չէ, ուզումները ճիշտ եմ ասում։ Գնացել են համապատասխան բաժնի աշխատակիցները, մյուս կոմպոնենտը թափոնների հետ է կապված, ասել են, որ քաղաքապետարանը հնարավորություն չունի այդքան թափոններ հավաքագրել, որ այդ համակարգն է գործել, որ թափոններից պետք է ստանան փոշակել։ Մենք այդ կոմպոնենտները հիմա չեմ հիշում, երրորդն էլ կար, երևի այդպես ամբողջը կեդարկել նշել ենք, ասել ենք, եթե դուք համաձայն եք, եկեք միասին պայմանագիրը ստորագրենք, հաստատենք, ավականություն ներկայացնենք, որ մենք մեր գործողությունների, մեր պարտականությունների շրջանակը այսպես ենք պատկերացնում։ Եվ իրական հողի վրա դա է, մենք չենք ուզում մենակ պայմանագիր ստորագրենք, հաստատենք, ընդհանուր ավականումը, վերջում ասեն, տես չերեցիք, բայց ունեք ստորագրած, թե երեք։ Այս պահին մենք չենք կարող այդ ամեն կոմպոնենտը իրականացնենք, ավելի լավ չէ մենք փաստաթուղթ ունենանք, որը իրավական փաստաթուղթ է ու մեր պարտականությունները ամբողջը նշված է կեդարկել եւ դրա տակ ստորագրություն տնենք։ Որ այլ իրավապահ մարմինները եւ կան ասեն դուք թերացել եք, թերացումներ ունեք, անարգի աշխատանքներ չեք կատարել, որի տակ ստորագրել ենք, ընդհանրապես մենք ցույց տանք, որ ստորագրել ենք այն աշխատանքների տակ, որը այս պահին ի վիճակի ենք կատարել։ Դա է միակ խնդիրը, այսինքն մեր դաշտում չէ։ Այս երկարացումները կոնկրետ, չգիտեմ, անցած իշխանությունները ինչ են արել, մեր կատարած աշխատանքների դաշտում սա է, որ համաձայնեցվի Կիրովականի քաղաքապետարանի հետ։